Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Հայաստան խմբակցության քարտուղար, Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեզ հնգալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Արտաքին հետախուզության ծառայության պետը ազգային ժողով նոր օրենսդրական փաթեթ է ներկայացնում, ուզում է, որպեսզի իրենց ծառայությունը գաղտնալսելու հնարավորություն ունենա, եւ այս ամենը նախընտրական այս շրջանում, երբ ընտրություններին կարելի ասել մոտավորապես 1 ամիս է մնացել, ինչու, պարոն Մինասյան։ Նախ մայիսի 1-ն այսօր երևի պիտի շնորհավորենք մեր աշխատավոր ժողովրդին, հուսանք, որ հունիսի 7-ից հետո կլինի ավելի արժանապատիվ աշխատանք եւ ավելի արժանապատիվ վարձատրության համակարգ մեր երկրում եւ մարդիկ ստիպված չեն լինի օրն ու բուն տանջվել օրվա հացը վաստակելու համար։ Հետևաբար մայիսի 1-ի առիթով շնորհավորելով հանդերձ անդրադառնամ ձեր հարցին, նախ հասկանանք ընդհանրապես գաղտնալսման ինստիտուտի իմաստը, նպատակը պետականության տեսակետից։ Ինչու հիմա ի վերջո։ Ինքը շատ կարևոր ինստիտուտ է, շատ չափազանց կարևոր, բայց այդ ինստիտուտը պետք է ծառայի բացառապես հասարակության եւ պետության անվտանգությանը, այն ինչ այս իշխանությունը իր առաջին օրից սկսած իշխանության գալու առաջին օրից սկսած իրականացրել է, դա գաղտնալսման ինստիտուտի հրահանիցել է նշանակում եւ ոչ միայն տվյալ դեպքում այս հաստատության մասին է, այս գլոբալ եմ նախ ուզում անդրադառնալ, հետո կանդրադառնամ արդեն այս ծառայության կողմից նման լիազորություններ ստանձնելու։ Առաջին օրից սկսած Նիկոլ Փաշինյանը եւ իր կոմպանիան անցավ տեղեկությունների հավաքման եւ այդ տեղեկությունները իջարս օգտագործելու աշխատելավոճին։ Դա երևի գալիս էր նաեւ իր նախկին գործունեությունից, երբ որ կոմպրոմատներ փորձում հավաքել եւ դրա դիմաց վաստակեր գումարներ, սպառնալով, շանտաժի ենթարկելով մարդկանց, այս դեպքում արդեն ունենալով բացարձակ լծակներ, պետական լծակներ արդեն որոշեց, որ ամբողջ ծավալով պետք է իրականացնի եւ պատահական չէ, որ ազգային անվտանգության ծառայությունը հենց իր ենթակայության տակ պահելով, խախտելով պետական ծառայողական գաղտնիքի մասին օրենքի դրույթները, խախտելով անձնական տվյալների պաշտպանության մասին նաև կոնվենցիոնալ իրավունքի դրույթները, այս մարդը ինչ հնարավոր հաստատություն տեսնում է հիմա, տալիս է իրավունք, որպեսզի գաղտնալսեն եւ զեկուցեն իրեն ու իր շրջապատին։ Ակնհայտ է նաեւ, որ այս տեղեկատվության հավաքումը առ այս պահը գոնե հրապարակային արդյունքների տեսակետից որևէ կերպ չի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին։ Ծառայել է բացառապես իր ու իր խմբակի շահերին։ Այս կամ այն մարդու նկատմամբ որոշակի ճնշում գործադրելու տեսակետից, այս կամ այն մարդու նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ հարուցելու առումով, այս կամ այն մարդու նկատմամբ որոշակի գործողություններ պարտադրելու ուղղված վարքագիծ դրսևորելուն եւ այլն։ Նույնիսկ այնքան են այս մարդիկ անցել սահմանները, որ կարող են այդ տեղեկատվությունից 1-2-ը արհեստական բանականության միջոցով վերածել մի այնպիսի պատկերի, որ ուղղակի մարդուն ոչնչացնելու ուղղված քայլեր են։ Վարկաբեկ են նրա։ Այո, ինչպիսին նույն սրբազանների հետ կապված բազմաթիվ օրինակներն են, ինչպիսին քաղաքական ակտիվիստների նկատմամբ իրականացված գործողություններ են, ինչպիսին են ի վերջո պարզ քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունները ստիպելու համար, որպեսզի այս մարդիկ ծառայեն ՔՊ-ական ռեժիմին։ Եվ սա հերթական դրսևորումներից մեկն է։ Նախ այս ծառայությունը ստեղծվեց ԱԱԾ-ն այսպես կոչված բարեփոխելու իբրև բարեփոխելի ճակերտավոր այդ բարեփոխումը հետևանքով։ Մինչդեռ ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն այս պահեդրությամբ ավիրվել է եւ չի ծառայում իր հիմնական նպատակին, այլ նաեւ այս ծառայությունը, որ ստեղծվել է, այս ծառայության թե պատասխանատուն եւ թե նաեւ ծառայության լիազորությունները որևէ կերպ
չեն ծառայում առնվազն տեսանելի առումով չեն ծառայում Հայաստանի շահերին։ Որպես գործող падգամավոր ես այս ծառայության ոչ արդյունքն եմ կարողացել տեսնել, ոչ ընդհանրապես գաղտնալսումների տրված իրավունքների տեսակետից դրանց արդյունքները այս պահի դրությամբ կարող է միայն բացասական հետևանքները նշել, հա։ Նշեցինք արդեն ապօրինի քրեական հետապնդումներ, ապօրինի անձնական տվյալների հավաքագրում եւ կիրառում, ապօրինի կերպով ազգությամբ հայերի Հայաստանի Հանրապետության մուտքի արգելք, ինչպիսին բազմաթիվ հայության շահերի պաշտպանությամբ զբաղվող մեր հայրենակիցների մուտքի արգելքն է, որ կիրառվում է, նաև հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգիների մուտքի արգելք եւ այլն, ինչպիսին նույն Ռուսաստանի Դաշնությունից անձինք են, որոնք որ մշտապես բացաձայնում են Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, դատապարտում են Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծը, դատապարտում են ի վերջո հայերի նկատմամբ իրականացվող վայրագությունները, պատերազմական հանցագործությունները եւ այլն։ Այս մարդկանց նկատմամբ է կիրառվում նույն ռեժիմը, այսինքն իշխանությունը այս ծառայության միջոցով հատկապես նաև հիմա նախընտրական է շրջանում հրապարակային ուղերձ է հղում, որ ձեր բոլորին լսելու եմ։ Ու պատահական չէ, որ իշխանության առանձին ներկայացուցիչներ հրապարակային սպառնում են ըստ էության Ռուսաստանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ տեսեք, մենք ամբողջական ինֆորմացիա ունենք եւ ձեր նկատմամբ իրականացնենք։ Սա սպառնալիք է, սա քրեորեն պատժելի արարք է, այն ինչ որ ասում են իրենք, եւ որևէ մեկի իրավունք տրված չի դատավորի դերակատարություն ստանձնելով ի սկզբանե հայտարարել նման բան, թե ով գալիս է իր սահմանադրական իրավունքը իրացնելու, ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ցույց տալ այդ մարդու վարկագծի նկատմամբ։ Դրսից եկող հայերից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նույն Ռուսաստանից եկող հայերը գալու են իր օգտին քվեարկելու, իրենց ԿՊ-ի օգտին քվեարկելու։ Տեսեք, շատ պարզ է, իրենք են, չէ, իրենց կատարած հանցագործության խորությունը ու մասշտաբները հասկանում։ Իրենք այնպեսի աղետ են բերել երկրին, մեր ժողովրդին, որ ակնհայտ է հայության շրջանում շատ հստակ է իրենց տրված գնահատականը։ Դավաճան բառը պատահական չի եւ այդ բառը բոլոր, գրեթե բոլոր համայնքներում օգտագործվում է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բնութագրվում է, դավաճանական իշխանություն, դավաճանական գործողություններ եւ այլն։ Դրան գումարած վերջին շրջանում իրենց նաեւ բացահայտ հակաեկեղեցական արշավը, բացահայտ Սփյուռքի դեմ իրականացված արշավը։ Սփյուռքից հրաժարվել է, երբ Փաշինյանն ասում է, որ ինքը միայն Հայաստանում բնակվող հայերի վարչապետն է։ Ավելին ասեմ, ինքը ընդհանրապես որևէ մեկի վարչապետը չէ, ինքը ԿՊ-ականների պարագլուխն է։ Չի կարող որևէ մեկի անձի վարչապետ լինել։ Նախ վարչապետը ինքը ինստիտուտ է, պետության կառավարման մարմնի ղեկավարի մասին է խոսքը, ինքը անձի վարչապետ չի կարող լինել։ Իսկ եթե այդպիսին է, ապա այդպիսին կարող է լինել միայն իր կուսակցության եւ իր համակիրների շրջանակում ընկալվի։ Ինքը չի կարող սփյուռքահայի պարզ մարդու համար լինել այդ մարդու վարչապետը։ Հատկապես երբ Արարատը ջնջում է անձնագրի ու Խարբերդի։ Այո, այս բոլոր գործողությունները ի վերջո էմոցիոնալից բացի նաև համակարգային բնույթի քանդման գործողություններ են։ Այն ինչ որ անում է իշխանությունը հոգևոր մշակութային դաշտում, էմոցիայից արդեն վերածվել է համակարգային կազմաքանդման դաշտի գործողության, այսինքն նա քանդում է հայի ինքնությունը, ավիրում է հայի ինքնությունը, նա հեշտությամբ ոչ միայն հրաժարվում է Արարատից, հրաժարվում է մեր անցյալից, հրաժարվում է ընդհանրապես հայ ժողովրդի ծագումնաբանությունից։ Այսինքն այս մարդը իր էությամբ
ամբողջությամբ կազմաքանդում է հայի ինքնությունը։ Ինքնություն, որը հիմնված է մի քանի հենասյուների վրա՝ լեզու, մշակույթ, կրոն, հավատք, այսպես ասած, եւ պատմական անցյալ։ Այս ամենից հրաժարվելը նշանակում է հրաժարվել կամ կազմաքանդել հայի ինքնությունը։ Այդպիսի իրավիճակում ակնհայտ է, որ ոնց կարող է 7 միլիոնից ավելի հայությունը, որ աշխարհով մեկ սփռված է, դրանց առնվազն ճնշող մեծամասնությունը չմերժի այս մարդուն։ Մերժում է։ Դրա համար էլ իր արբանյակները կամ իր ծառայակից անձինք նման հայտարարություններ ան, սպառնալով սփյուռքահայերի ներգրավմանը կամ մասնակցությանը ընտրությունների գործընթացում։ Մինչև այս իշխանության գալը Հայաստանը համարվում էր բովանդակ հայ ժողովրդի պետությունը, ինչպես նաև Արցախը որպես երկրորդ հայկական պետություն։ Հայաստան, Սփյուռք, Արցախ միասնությունը բոլորս ենք։ Ավելին ասեմ, եւ պատահական չէ, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արդիվ ընդունված հռչակագրում արդեն համայն հայության անունից ձևավորվում էր պահանջատիրության հստակ օրակարգը։ Հայության հայրենիքը աստիճանաբար վերականգնելու եւ պետականության տեսակետից այդ հայրենիքի նկատմամբ նաեւ պետական մակարդակով պահանջներ առաջադրելու հարցն էր օրակարգ բերվում, հա, ոչ միայն դատապարտում ցեղասպանության, նաեւ հատուցում ու տարբեր մակարդակներում արդեն իսկ կյանքեր կոչվում այս ինստիտուտը։ Եկեղեցու մակարդակով էր կյանքի կոչվում, երբ որ թե Անտիլիասը, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու էջմիածինը արդեն ձևավորում էին այն թղթածրարները, նույնիսկ մի քանի միջազգային դատական պրոցեսներ կա, նույն Կիլիկիո հայոց կաթողիկոսության կողմից ներկայացված ընդդեմ Թուրքիայի, ընդդեմ այն ռեժիմների, որոնք որ յուրացրել են հայկական կրոնական մշակութային ժառանգությունները։ Եվ այսպես շարունակ, այսինքն ձևավորվում էր հայկական էությունը արդեն միասնական դաշտում։ Ինչ անում է իշխանությունը, այս իշխանությունը պատվեր ստանալով թշնամի երկրներից, թշնամի կողմերից, ինչպիսին Ադրբեջանն է, Թուրքիան է, ծայրահեղ իսլամական մոտեցումն է, ինչպիսին Պակիստանն է եւ այլն, ստանալով այս պատվերը, ինքը կազմաքանդում է հենց հայի ինքնությունը, որպեսզի վերացնի այդ պահանջները։ Պատահական չի Արարատից հրաժարվելու այս մոլուցկը կամ ջահերով երթի շրջանակներում, գիտեք, մենք ընդամենը 2 օր առաջ ինչ փաստաթուղթ ենք ստանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ինչ փաստաթուղթ։ Թեև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ մաքսիմալ ձևով մենք փորձում ենք աշխատանքային կարգով համագործակցաբար աշխատել, բայց ստանում ենք մի փաստաթուղթ, որով պահանջվում է դաշնակցությունից ներկայացնել թե ջահերով երթի ժամանակ ինչ ֆինանսավորում է եղել, արդյոք օրենքով արգելված ֆինանսավորում է, ինչ դերակատարություն է ունեցել Հայ-հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւ արդյոք այդ տեղեկատվությունը օգտագործվել է կուսակցության օգտին, այսինքն այդ ամբողջ ռեսուրսը օգտագործվել է կուսակցության օգտին։ Սա եւ հղում է տրվում որպես հիմք ոմն ինչ-որ գրության եւ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության։ Սա ես առանց վիրավորելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որոնց հետ, ինչպես նշեցի, փորձում ենք արդյունավետ աշխատանքային կարգով աշխատել։ Սա Թուրքի հարցում է, սա թշնամու հարցում է, սա թշնամու պնդում է։ Ջահերով երթի ժամանակ հիշում եք Ալիևի հրապարակային հայտարարությունը դատապարտել եւ պատասխանատվության կանչել, եթե չեմ սխալվում, թուրքական դրոշի օգտագործումն էր, վառելու դրվագն էր օգտագործում, որում Ադրբեջանն է վրթովմունք հայտնում։ Այո, սա խոսում են մասին, որ ըստ էության քաղաքական իշխանությունի դեմս Նիկոլ Փաշինյանի իրականացնում է
Ալիևի հերթական հանձնարարությունը նորից կպնել հայի էությանը, ջահերով երթը հայոց ցեղասպանության ոչ միայն անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը, այն երախտիկ է ուղված այն բոլոր երկրներին, կազմակերպություններին, անձանց, ովքեր ճանաչել ու դատապարտել են հայոց մեծ եղեռնը, այն նաև իր մեջ պարունակում է համակարգային պահանջատիրության ձևավորման մեխանիզմ։ Ինչից Թուրքիայում բնականաբար Այո, ոչ միայն Թուրքիայում, նաև բոլոր այն կենտրոններում, Ադրբեջանում, նաև այլ կենտրոններում, այն բոլոր երկրների բանկերը, որտեղ հայերը ներդրումներ են կատարել։ Եվ որոնք ըստ էության յուրացվել են եւ շարունակվում են այդպեսին մնալ ու փաստորեն չի ծառայում այս ամենը մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդի ավելի բարեկեցիկ իրավիճակ ստեղծելու հարցում։ Եվ հիմա սկսեցինք այս կարևոր հարցադրումից, բայց սա ամբողջական հայության, հայի ինքնության դեմ ուղղված գործողությունների մի հատված է։ Սա ծառայում է մեկ մարդու եւ իր խմբակի, ուժեղ Հայաստանը ասում է դրան փոքր խմբակ, ես ասում եմ հանցավոր խմբակ։ Հանցավոր խմբակի կյանքը որոշակի ձևով երկարացնելու եւ ի վերջո Հայաստանը վերածելու ընդամենը մարդկանց մի համախմբի վայրի, որոնք չեն մտածում իրենց ինքնության մասին, այլ պետք է մտածեն զվարճանքի մասին, ստամոքսի մասին, առանց գիտակցելու, որ ոչ մի զվարճանք չի կարող հասնել իր իրական արդյունքին, եթե այդ մարդը կորցնում է իր արմատը, իր էությունը։ Եվ որպես հետևանք նաև հարցը հասնում է արդեն շոշափվող մատերիալիստական, այո, կորուստներին։ Պարոն Մինասյան, անդրադառնանք Շահին Մուստաֆաևի այցին, որը գաղտնիության պայմաններում իրականացավ, ինչպես միշտ ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, եւ ահա նա Աղվերանում այդ մասին մամուլներ գրել, հանդիպում է ունենում գործարարների հետ եւ նրա հետ եկած ադրբեջանցի գործարարները, հայ գործարարների հետ, ու նույնիսկ մամուլը գրում էր, որ այնտեղից վերադարձող մեքենաների մեջ նկատելի են եղել Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավտոմեքենա, նույնիսկ ասում են Սամվել Ալեքսանյանին պատկանող մեքենա։ Այ հետաքրքիր է Հայաստանը ինչ կարող է առաջարկել տնտեսական առումով Ադրբեջանին, ու արդյոք սա իրականանալիք բան է, թե նախընտրական շրջանում խաղաղության օրակարգի մեջ տեղավորվող քարոզչական հնարք է։ Ավելի շատ ինձ թվում է վերջին ձևակերպումն է, քարոզչական հնարք է, բայց դա քարոզչական հնարքից զատ լինելով ինքը պարունակում է սպառնալիք նաև մեր պետությանը, մեր պետականությանը։ Ինչ սպառնալիք։ Սպառնալիքը նա է, որ մաքսիմալ ձևով փորձ է արվում Հայաստանը կախվածության մեջ դնել Ադրբեջանից։ Կարճ ասած, Ադրբեջանը դառնում է Հայաստանի կուրատորը։ Ինչպես կորոշի Ադրբեջանը, այդպես էլ կշարժվի Հայաստանը։ Եվ այս իշխանությունը սպասարկում է հենց այդ թշնամական երկրների կողմից ձևավորված օրակարգը։ Հայաստանը իրավունք չի ունենալու եւ չպետք է լինի տարածաշրջանում հարց բարձրաձայնող, հարց լուծող կամ խնդիր դնող եւ խնդրի լուծում տվող պետություն, կազմակերպություն, կազմավորում այս մարդկանց համար, որոնք որ կատարում են այդ պատվերը, Հայաստանը վերածում են մի բամբակի, որտեղ ով ինչ ուզենա, ինչ հեղուկ ուզենա, կարող է լցել, բամբակը իր մեջ քաշի։ Ակնհայտ է նաև, որ ձեր կողմից նշված գործարարներից օրինակ նույն Խաչատուր Սուքիասյանը չէ, թաքցնում մի հրապարակային է, նույնիսկ գովերքում, գովաբանում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այս քայլերը, այլ նաև ինքը անձամբ անմիջականորեն է ներգրավում այս process-ների մեջ։ Սա ոչ միայն հակապետական, հակահայկական, հակաազգային գործողությունների մասին է վկայում։ Սա վկայում է նաև այլ բանի մասին։ Իրականում արյան վրա խաղաղություն կառուցել հնարավոր չի, արյան վրա հաշտություն կառուցել հնարավոր չի, երբ դեռ այդ արյան պատասխանը տրված չի։ Ես կոչ չեմ անում ռազմական գործողության, որովհետև
հասկանում ենք, որ իրավիճակն այնպիսին է, այնպես է թույլատրել Հայաստանի դիրքերից իշխանությունը, բալանսը խախտված է։ Բայց արդարության պահանջը դեռևս որևէ մեկ աշխարհում չի չեղարկել։ Արդարության պահանջ, որ պետք է դրվի սեղանին եւ միայն այդ արդարության բանաձևի շուրջ խոսելուց եւ համաձայնություն գալուց հետո կարող է լինել նման գործողություններ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ արդարության պահանջը խաթարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացը։ Հենց արդարության պահանջը գալիս է, խաթարված է արդարության պահանջը հենց նրանից, որ Թուրքիա եւ Ադրբեջանը մերժում են արդարության պահանջը։ Իրենք խոսում են ուժի դիրքերից։ Արդարության մեջ ուժը չի գերակշռում։ Արդարության մեջ պետք է գերակշռի հավասարակշռությունը, այլ ոչ թե մի ուժի գերակայությունը մյուսի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը, երբ որ հրապարակային նաև Ալիևը խոսում է դրա մասին, հա, մենք ուժով ենք մեր խնդիրը լուծում։ Ինչ միջազգային իրավունք։ Հետևաբար չի կարող էտի դիտվել որպես խաղաղություն։ Լավագույն դեպքում դա ընդամենը կարճ ժամանակամիջոցում որոշակի հանդարտություն է սահմանների վրա, որը շատ արագ վերածվելու է այլ ավելի ծանր հետևանքներ ունեցող գործողությունների եւ այդ գործողությունների կատարման գեներատորը, կատալիզատորը, այսինքն արագացնողը, կյանքի կոչողը հենց այս իշխանությունն է Հայաստանի, որը փորձում է մեղադրել ընդդիմությանը։ Ձեզ ասում է պատերազմի երրագլուխ, քառագլուխ կուսակցություններ։ Ես դրան էի գալիս։ Իրականում այն ինչ որ ինքը ասում է, դա իր ապագա ծրագիրն է։ Տեսեք, բարձ օրինակ եմ բերում։ Ինքն ինչ ասել է, իրականացվել է ուղիղ հակառակը։ Ինչ հայտարարել է, որ պաշտպանում է, իրականացել է ուղիղ հակառակը։ Հիմա ինքը, երբ որ ասում է, ես խաղաղությունն եմ պաշտպանում, ինքը պատերազմ է բերելու էլի։ Հիշում եք 18 թվականին ինչ ասել է։ Երջանկություն են բերում, կոռուպցիայի դեմ պայքար են բերում, արդարադատություն են բերում, ամենակենցաղային բաներից, հա, արագաչափ են վերացնում, то, չգիտեմ, ես ինչ եմ, ուղիղ հակառակն է արել։ Ուղիղ հակառակը։ Չկա մի արդյունք, որ ինքը ասած լինի, այս արդյունքը ես ստանալու եմ ու ստացած լինի։ Հիմա ինքը փորձում է կեղծել խաղաղության մեջ։ Ինքն ասում է, խաղաղություն են բերում։ Չի կարող ինքը խաղաղություն բերել նախ, որովհետև ինքը արդեն պատերազմներ է բերել, կորուստներ է բերել եւ այդ կորուստների հետևանքով կորցրել է ու զիջել է հայոց պետականության մի էական մեծ հատված եւ այսօր էլ ցեղասպանության ենթարկված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները, Արցախահայությունը այսօր տնավեր վիճակում են գտնվում եւ ինքը շարունակում է այս վարկագիծը, հասկանում եք, ամենասարսափելին գիտեք որն է, երբ որ ինքը ադրբեջանցիների հետ այս ջան ջիգարի քաղաքականությունը տանելով տանում է մեր ժողովրդին հերթական կառապնարան, հերթական սպառնալիքի տակ, միանշանակ, երկրորդ բան չկա, երկրորդ կարծիք լինել չի կարող եւ հպարտանում է, երբ որ ասում է խաղաղություն են բերել, Արցախը զիջելով, Արցախահայության հիմնարար իրավունքը ոտնահարելով, Արցախահայության վերադարձի, Ադրբեջանի հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին խոսելն է արգելում փաստացի։ Այսինքն այս մարդը, տեսեք, ու մեր ժողովրդի ես զարմանում եմ, էլի մեկ-մեկ, ասենք ժողովուրդը մեկ-մեկ ասում է, բայց չէ որ հիմա կրակոցներ չկան։ Ես ապշում եմ, էլի, ասենք, եթե ազատագրված Արցախը այն ժամանակ որևէ իշխանություն որոշել որ պիտի հանձնվի, ընդ որում առանց կռվի, հանձնվի, այսրանից ավելի լավ արդյունք կարայիք ունենայինք, ոչ միայն այդքան զոհ չեր լինի, այլ նաև այսքան ստորացած ու նվաստացած չեր լինի, բայց այդ մարդիկ հայ ժողովրդի բովանդակ ցանկությունն էին, չէ՞ արտահայտում, որ ասում էին, չէ, Արցախը հռչակել է իր իրավունքը
եւ Արցախի ժողովուրդն ունի այդ իրավունք եւ միջազգային մակարդակով այդ իրավունքը առաջ էր տարվում։ Հիմա այս մարդն եկել է հանձնել է, կոտորել է տվել ժողովրդին։ Ավելին ցեղասպանության հետևանքները առեսօր շարունակվում են եւ վերացված չեն։ Հələ ինքը շարունակում է մնալ այն հավատավոր սատանայական կարգավիճակում, թե իբր ինքը խաղաղություն է բերում։ Այ այդպեսին է հենց սատանան լինում։ Երբ որ մարդուն գայթակղում է, մարդկանց գայթակղում է կեղծ խոսքերով։ Երբ որ մարդկանց նկարագրում է մի իրավիճակ, որի પર այդ մարդը ապրելու է երջանկության մեջ, բարեկեցության մեջ, բայց իրականում ապրելու է թշվառության, զրո արժանապատվության եւ ամենաստոր կարգավիճակում։ Սա է, որ մեր ժողովուրդը դեռևս, ես նկատի ունեմ այն հատվածը, որը դեռևս կուրորեն գնում է Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական խմբակի հետևից։ Սա պետք է տեսնի մեր ժողովուրդը։ Ու այդ տիպի գործողությունները նաեւ հենց այդ սատանայական գործողությունների, այդ չարի գործողությունների շարունակությունն են։ Ոչ Մուստաֆայևը, ոչ առավել եւս Ալիևը երբեք Հայաստանի տնտեսական զարգացման հարցում չի կարող դրական մոտեցում ունենալ։ Սա ոնց կարող է, ասենք, որևէ մեկը չհասկանա։ Այս բիզնեսմենները, որ մասնակից են լինում sense process-ների, սրանց նպատակը իրենց ստամոքսի շահույթ ստանալն է։ Նրանք թքած ունեն, ներողություն ես բառից համար, եթերային բառ չի, առհամարած ունեն, հա, ասենց ասեմ, ավելի երևի ընդունելի բառ, Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության վրա, հայ երեխայի ապագայի վրա, նրանք իրենց այսօրվա շահույթն են հետապնդում։ Որևէ մեկը չի ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում պետք է, բայց դա պետք է հիմնվի, ինչպես նշեցի, արդարության հիմնարար սկզբունքների վրա, Արժանապատվորեն։ Արժանապատիվ հարաբերությունների վրա, եւ դա ժամանակի ընթացքում պետք է այդ հաշտությունը վերածվի համագործակցության, այլ ոչ թե արյան վրա արյունը չհորացած դու բերում ես առևտուր ես անում, կամ բերում ես բիզնեսմեններին լցում ես, ասում ես գնացեք ընդեղից ապրանքներ բերեք, որպեսզի սնվեն եւ այլն։ Սա աննկարագրելի եւ մեր թե տնտեսական, թե իրավական, թե քաղաքական, թե առավել եւս բարոյական տեսակետից անընդունելի ու մերժելի վարքագիծ է։ Պարոն Մինասյան, հրապարակորաթերթը այսպիսի տեղեկատվություններ հրապարակել, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթ է մշակում, որի մեջ մտնում է նաև գյուղատնտեսական արտադրանքի մուտքի արգելքը Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ատոմակայանի թափոնների վերամշակումից հրաժարվելու փաթեթ է պատրաստում։ Ընդհանուր առմամբ այս պատժամիջոցների փաթեթի մշակման հանգամանքը ինչի մասին է խոսում։ Ռուսաստանում մեզ արդեն դիտարկում են որպես իրենց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր։ Եթե այդպես է շատ վատ է դա, ես չգիտեմ որքանով է հավաստ այդ տեղեկությունը, հրապարակված, բայց այնուամենայնիվ հավաստի է թե հավաստի չի, ես խոսքս ուզում եմ ուղղել արդեն ռուսական կողմին, այս դեպքում խնդրում եմ այդպիսի բան չանել, Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ այդպիսի բան պետք չի անել։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ հայ ժողովրդին չպետք է հակառուսականության մեջ տեղափոխել, այլ նաև սա չի բխում որպես պետություն, որպես ազգ, որպես ժողովուրդ երկու երկրների շահերից, բայց կա դրան փոխարինող շատ ավելի ռեալ գործիք, այն անձինք, ովքեր որ Հայաստանում, հա, կատարում են այս իշխանության ռեպրեսիվ ցանկությունները, օգտագործվել ընդդեմ հակառուսական շահերի կամ ընդդեմ հայկական եւ ռուսական բարեկամության եւ այլն, այդ անձանց նկատմամբ կարող են առանձին փաթեթներ պատրաստել։ Դե Ռուսաստանում էլ հայ գործարարներ կան, ովքեր աջակցում են ՔՊԻ-ին։ Այո, ինչու հենց այդ պատժամիջոցները նրանց ու Հայաստանից ՔՊԻ-ական գործիչների ռուսաստանյան բիզնեսների վրա է։ Տեսեք, ինքնին աջակցություն բառը իմ դուրը չի գալիս։ Մարդը կարող է քաղաքական հայացքներ ունենալ,
բայց եթե խոսքը գնում են մարդկանց մասին, որոնք ակտիվ ԿՊ-ական են եւ որոնք ակտիվ իրականացնում են հակահայկական քաղաքականություն, որի մեջ ես դիտարկում եմ նաեւ Ռուսաստանի հետ բարեկամական հարցնել, հա, որպես բարեկամ երկիր, դաշնակից երկիր եւ այլն, եւ օգտագործում են ռուսական կապիտալը ընդդեմ Ռուսաստանի տրամադրելով Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ես այստեղ է որ համակարծիք եմ, որ այդ մարդկանց նկատմամբ պետք է կիրառվի։ Ոչ թե ամբողջական հայ ժողովրդի նկատմամբ, այո։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը կա, այո, Ռուսաստանը իր վարքագծով դեռևս շատ բան ունի բացատրելու մեզ, մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր պետականությանը, ոչ թե ԿՊ-ական ռեժիմին, այլ այն իշխանության հետ հարաբերություններում, որը որ կարևորում է երկու երկրների բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները։ Ունի բան բացատրելու թե Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ եւ թե նաեւ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ։ Տեսեք, հաճախ այս իշխանությունը մեղադրում է Ռուսաստանին, որ Ադրբեջանի հարձակման եւ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման ժամանակ չաջակցեց ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը։ Բայց այս հարցադրումը իր էությամբ ճշմարիտ կլիներ, եթե օրինակ հաջորդեր հետեւյալ բանին. իսկ Նիկոլ Փաշինյան, դու եւ քո շրջապատը ինչ քարտեզ եք դրել ռուսներին առաջ ու ասել եք, էս է Հայաստանի սահմանը, սա է Հայաստանը, այստեղ մենք ունենք պարտավորություններ փոխադարձ, որ պիտի պաշտպանենք իրար, եկեք իմ հետ միասին զրկենք Ադրբեջանին այդ հնարավորությունից, ընդհանրապես որևէ քարտեզ դուք դրել եք։ Նույն հարցը առաջանում է նաև Ադրբեջանի հետ այս սահմանազատման ու սահմանագծման գործընթացում։ Իրանք ինչ են ասում են ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը մեղադրում է մեզ, ասում է, քանի սահմանազատում չի եղել, մենք չգիտենք, չէ՞։ Ես էլ ասում եմ այդ դեպքում դու որպես Հայաստան ներկայացնողած պիտի ասես, այն ժամանակ երբ որ ես մտել եմ ՀԱՊԿ-ի մեջ կամ քո հետ կնքել եմ համաձայնագիր, էս է եղել իմ սահմանը։ Արի այս սահմանը պաշտպանենք։ Դու դա էլ չես արել։ Եվ չես արել մի նպատակով, որպեսզի հետագայում կարողանաս քո դաշնակցին մեղադրել քո դավաճանական գործողությունների հետևանքների համար։ Դու զրկես բոլորին, Հայաստանին ու հայ ժողովրդին, Արցախը հայությանը պաշտպանելու համար։ Դու արել ես դա կանխամտածված, հետևողական եւ հունիսի 7-ի ընտրությունները պետք է հայ ժողովուրդը պատասխան տա այս ամենի համար։ Միակ պատասխանը հետևյալն է՝ մերժել այս իշխանությանը, սրանց ուղարկել արդարադատության գիրկը դատարաններում իրականացնելով այս անձանց ներկայացվող մեղադրանքների մանրամասը քննություն։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայաստան խմբակցության քարտուղար, Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։ Իսկ մենք կշարունակենք հանդիպել օրագիր հաղորդման շրջանակներում։ Հաջողություն։